Գորիսկապան ճանապարհն է այժմ ձեր էկրաններին, այնտեղ Ադրբեջան դառնալուց հետո հայկական համարանիշներով մեքենաների համար ասֆալտապատ այդ ճանապարհը դարձել է անանցանելի եւ Հայաստանի քաղաքացիներին կառավարությունը առաջարկում է որպես այլընտրանք այս հողապատ ճանապարհը, որը ավելի քան 17 կիլոմետրով ավելի երկար է, քան նախկին Գորիսկապան ասֆալտապատ ճանապարհը։ Նախորդ ճանապարհը, եթե մենք պետք է անցնեինք 15-20 րոպեում եւ հասնեինք Որոտան, Շուռնուղ, հիմա մեզ անհրաժեշտ է այս բազմաթիվ ոլորաններով լի ճանապարհը անցնել 1-ից 1.5 ժամում, եւ սա այն դեպքում, եթե եղանակը բարենպաստ է, իսկ եթե ոչ, հայտնի չէ թե քանի ժամ է անհրաժեշտ, որպեսզի հաղթահարեն մեքենաները այս ճանապարհը։ Մենք հիմա փորձում ենք հասնել Որոտան գյուղ։ Վտանգներով լի ճանապարհ է խոդ Որոտանը, որ արդեն 1 տարի է փորձում է կառուցել կառավարությունը։ Շինարարական առաջին տեխնիկան անցած աշնանն է այստեղ մտել, որոշ հատվածներում ժայռերը քանդել, ճանապարհը լայնացրել են։ Դեռ այդքանը։ Տեղ-տեղ ճանապարհն այնքան է նեղանում, որ կածան է դառնում։ Հետո կտրուկ իջնում է։ Անցնում անդնդախոր ձորի պռնկով։ Թշնամուն հանձնված Գորիսկապանի այլընտրանք այս ճանապարհը նույնպես հսկում է թշնամին, նստած հենց ճանապարհի գլխին։ Մի քանի մետր է հեռավորությունը մեր ու ադրբեջանական հենակետերի միջև։ Ամենագնացներից լավ այս ճանապարհը ձիավորներն են հաղթահարում, համբերանքի չիբուխը քաշելով։ Ճանապարհը սարքելու գործը տեղից չի շարժվում, քանի որ տեղանքը սողանքային գոտի է։ Ստորերկրյա ջրերի առաջն առնել չի հաջողվում։ Վերջին փլուզումից հետո 3-4 ամիս է շինարարությունը կանգնել է։